կոնկրետ տեղական մարմինների ընտրության խնդիրները եւ դա միանշանակ բնական է մեզ հարցնում են ինչի ասենք մեր օպոնենտ քաղաքական ուժերը ինչի չեք գնում խոսեք չգիտեմ գազոնից ասֆալտից այլ խոսում եք արտագաղթից աղքատությունից որտեվ ասում եք մենք խոսում ենք այն խնդիրներից ինչը որ այսօր հետաքրքրում է ժողովրդին ժողովուրդը կարող է մի քիչ էլ վատ ասֆալտը հանդուրժել ժողովուրդը պատրաստ է մի քիչ էլ վատ լուսավորված փողոց հանդուրժել բայց ժողովուրդը չի կարող այլևս հանդուրժել այս վիճակը այսպես ապրել այլևս հնարավոր չէ այս խայտարակ վիճակը որը տիրում է երկրում այլևս անհանդուրժելի է սա է խնդիրը եւ դրա համար ենք մենք ասում երկրի կառավարումն է սխալ երկրի կառավարիչները սխալ ուղղությամբ են տանում երկիրը իրենք ասում են մենք մեր առջև դրված խնդիրները լուծել ենք որևէ խնդիր իրենք չեն լուծել որևէ խնդիր եթե լուծված լիներ այսօր Հայաստանցին չէր արտագաղթի հիմա չեմ էլ ուզում հարցնեմ որտեղ վստահաբար գերակշիռ մեծամասնությունը կասի որ իր ընտանիքի հայրը տանը չէ գնացել է խոպան որպեսզի կարողանա ինչ որ գումար հայթայթել ուղարկել իր ընտանիքը պահել երկիրը գոյատևում է արտերկրից եկող տրանսֆերտների հաշվին այսպես երկիր չեն պահում այսպիսի իշխանություն չի կարող հարատև լինել այսպես հնարավոր չէ երկիր կառավարել արտագաղթը հասել է կատաստրոֆիկ չափերի հասարակ վիճակագրություն բերեմ միջազգային կազմակերպությունը հնարավորություն ունենային այդ կազմակերպությանն էլ փող կտային որպեսզի թվեր կեղծեին բայց հնարավոր չէ իրական գելապի խոսքը չի գնում իրենց կողմից ինչ որ դուստր կազմակերպություն ստեղծած կեղծ գելապի մասին խոսքը գնում է իրական գելապի մասին անցկացրած սոցիոլոգիական հարցումով 2 տարի մոնիտորինգ են արել խորհրդային միության 12 հանրապետություններում հարց են տվել եթե հնարավորություն ունենայիք կլքեիք Հայաստանը Հայաստանի հանրապետության բնակիչների 40%-ը այսինքն 1 միլիոն մարդ ասել է այո եթե ես ունենամ հնարավորություն առաջին իսկ առիթի դեպքում կլքեմ Հայաստանը Համեմատության համար ասեմ որ մեր հարևան Վրաստանում եւ Ադրբեջանում այդ տոկոսը 14 է Հայաստանում 40 Հայաստանը ԽՍՀՄ նախկին հանրապետությունների մեջ առաջինն է իր երկիրը լքելու ցանկություն ունեցողներին հարց եմ տալիս եթե հայաստանցին իր երկրում ունենար արժանապատիվ ապրելու հնարավորություն որ հայաստանցին կմտածեր երկիրը լքելու մասին այդ ինչ պայմաններ եք ստեղծել որ ասում եք մենք լուծել ենք երկրում առաջին սերնդի բարեփոխումների խնդիրը հիմա հնարավորություն տանք Տիգրան Սարգսյանին եւ իր կառավարությանը որը իմ վստահ համոզմամբ իմ կործանել է այս երկիրը Տիգրան Սարգսյանը եւ նրա կառավարությունը այդ ոնց է լինում որ բոլոր հայտարարագրերով Տիգրան Սարգսյանը որը ստանում է այնքան աշխատավարձ մի քիչ ավել ինչքան ես որպես շարքային падգամավոր իր հայտարարագրերով իր եւ իր ընտանիքի եկամուտները անընդհատ աճում են ոնց է լինում որ մարդը դառնում է նախարար 2-3 ամիս հետո գնում է փոքր կենտրոնի ամենաթանկ մի քանի բնակարանները հարց եմ տալիս ինչի հաշվին է դա լինում ձեր հաշվին այո ժողովրդի գրպանների հաշվին որտեղ պետական բյուջեն գողանում են ծայրից ծայր պետական բյուջեն դրված է ատկատների վրա ատկատը այսօր դարձել է քաղաքական կատեգորիա սա է խնդիրը եւ այսքանից հետո ասել որ թույլ տվեք մենք շարունակենք կառավարել տվեք մեզ վստահության քվե առնվազն աննախադեպ ցինիզմ պիտի ունենալ նման հայտարարություններ անելու համար ժողովուրդ ես մենք լինում ենք կրկնում եմ Երևանի յուրաքանչյուր բակում այնպիսի վիճակներ ենք տեսել երեք Վարդաշենում էինք դրանից առաջ Անաստասավանի մի քանի բակերում կոյուղի չունեն մարդիկ կոյուղի խայտարակ սանիտարա հիգիենիկ վիճակներում են ապրում մարդիկ տասնյակ տարիներով ապրում են իրենց տների վրա եւ չեն կարողանում իրենց տան վրա սեփականության վկայական անել արդյոք սա այն խնդիրն է որը հիմա լուծելի չէ ասում են գիտեք քաղաքի բյուջեն հնարավորություն չի տալիս այդ խնդիրը լուծել իսկ քաղաքի բյուջեն հնարավորություն տալիս է 350 միլիոն դրամ ծախսել մի քանի շենքերի տոնածառի փուչիկներ կախելու համար
Իսկ քաղաքի բյուջեն հնարավորություն տալիս է 220 միլիոն ծախսել իբր շների ոչնչացնելու համար։ Եվ այդ տենդերը ամեն տարի շահում է հանրապետական նույն պատգամավորը։ Երևի շների գծով իրենց մեջի լավագույն մասնագետն է։ Ուրիշ բան չեմ կարող ասել։ Իսկ համեմատության համար մենք գիտենք, թե վթարային վերելակներից ինչքան զոհեր եղան, ինչքան մարդիկ խեղվեցին, իսկ վերելակները վերանորոգելու համար ծախսվել է ընդամենը 74 միլիոն դրամ, դե համեմատեք շներին ոչնչացնելու համար 220 միլիոն, տոնածառի փուչիկ կախելու համար, լույս կախելու համար 350 միլիոն, մի քանի շենքերի արտաքին լուսավորության վերելակների համար 74 միլիոն։ Այսինքն, եթե եղած բյուջեն անգամ, այո, մենք հարուստ երկիր չենք, մեր հնարավորությունները սուղ են, բայց եթե անգամ սուղ հնարավորությունները ծախսվեր ճիշտ, ես ձեզ վստահեցնում եմ, հնարավոր էր լրջագույն խնդիրներ լուծել։ Եվ հիմա այս քաղաքական ուժը, որը 15 տարի միահեծան կառավարում է երկիրը, ասում է մեր դեմ խաղ չկա, ասում է ինչպես օրերս ասեց նրանց մի ներկայացուցիչը, մենք ենք Հայաստանում թելադրում խաղի կանոնները։ Մենք ձեզ հետ միասին, սիրելի ժողովուրդ, մայիսի 5-ին պիտի ցույց տանք, որ ոչ, իրենք չեն թելադրում խաղի կանոնները։ Մեր երկրում խաղի կանոն թելադրողը մեկն է, ժողովուրդը։ Իրենք ասում են, այս կառավարությունը լուծել է իր առջև ծառացած խնդիրները։ Ուրեմն եկեք 5 տարի ևս տանք վստահության քվե։ Հիմա եկեք հասկանանք ինչ խնդիրներ է լուծել այս տնտեսական թիմը, այս քաղաքական թիմը։ Եթե այս քաղաքական թիմի, այս տնտեսական թիմի առջև դրված է եղել խնդիր Հայաստանը հայաթափելու, ապա այո, նրանք այդ խնդիրը փառահեղորեն լուծել են։ Եթե այս քաղաքական թիմի առջև դրված է եղել խնդիր խորացնել երկրում արտագաղթը, այդ խնդիրը լուծել են։ Եթե նրանց առջև դրված է եղել Հայաստանը հայաթափելու խնդիր, այդ խնդիրը նրանք փառահեղորեն լուծել են։ Եթե այս քաղաքական թիմը իր առջև խնդիր է դրած եղել աղքատության տոկոսը հասցնել այսօրվա կատաստրոֆիկ տոկոսի 36%, եւ աղքատությունը շարունակում է խորանալ, ուրեմն բրավո, այդ խնդիրը նրանք փառահեղորեն լուծել են։ Եթե այս քաղաքական թիմը իր առջև խնդիր էր դրել կոտրել երկրում փոքր եւ միջին բիզնեսի ողնաշարը, կոտրել են, հրաշալիորեն կոտրել են, ընդունեք, որ այս խնդիրը ևս լուծել են։ Եթե այս քաղաքական թիմը իր առջև նպատակ էր դրել Հայաստանում գործազրկությունը հասցնել աննախադեպ տոկոսների, այս խնդիրներ են լուծել։ Եթե սրանք են իրենց հռչակած նպատակները, եթե իրենց հռչակած նպատակը այն էր, որ այսօր ունենք, որ Հայաստանում 60%-ով նվազել են օտարերկրյա ներդրումները, որևէ լուրջ ներդրող չի ցանկանում Հայաստանում ներդրում անել, որտեղ գիտի, որ մարդուն կեղեքելու են, գիտի, որ մարդուն ասելու են, եթե այսքան գումար չմուծես, որևէ բիզնես չես կարող Հայաստանում դնել։ Եթե սա է իրենց արած բարեփոխումները, եթե այս խնդիրներն են իրենց առջև դրել եւ հիմա ասում են վստահեք մեզ, տվեք կրկին վստահության քվե, որ մենք շարունակենք մեր նպատակները, ուրեմն եկեք ձեզ հետ միասին արձանագրեք, որ այո, Հայաստանը հայաթափելու խնդիրը իրենք լուծել են։ Արտագաղթի խնդիրը իրենք լուծել են, որ հայաստանցին այսօր ցանկացած ճանապարհ փնտրում է երկիրը լքելու համար։ Աղքատությունը խորացնելու խնդիրը իրենք լուծել են, որ այսօր հայաստանցին ապրում է